Գշարունակենք վանացայինեն մեր հաղորդումը։ Ձեր ներողամտությունը մի խնդրենք հիմայալ ուշացանք քիչ, բայց ըսինք չէ այսօր քիչ նոր, այսինքն մեր նոր գործիքները կփորձենք սիրելն մինչև մենք վարժվենք, մինչև դուք վարժվեք, մինչև ամեն մարդ վարժվի, քիչ ժամանակ կառնի, վնաս համբերեցեք մեզի հետ։ Ուրեմն շարունակենք սերիներ եւ վանացայինի ստուդիոները ներս մեծ ուրախությամբ կյուրընկալ ենք Մեղեթի ճուտագարներու կարիագի ղեկավար բարոն Արմեն Ջենդերեջյանը եւ Դավիդոն Դոհոլարներու համույթի ղեկավար բարոն Նարեկ Քեշիշյանը։ Բարի եկած եք նախ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շատ լավ։ Ուրեմն մեր ունգընտիրները մեր ցանոթություններն արդեն դեղյակ են հիշեցնենք անգամ եւս որ հովանավորությամբ մերձավոր արևելքի հայվդարանական եկեղեցիներու միության ադենաբեդ վերաբադվելի Ռաֆի Մսլյանի նախագահությամբ Տեր Եվդիգին Ժան Գարաբեդյանի եւ գազագերբությամբ համասկայինի Կեղարվեստի դպրոցներու խնամակալության եւ դնորենության Պարսեր Գանաչյան երաժշտական կոլեջի համույթներու ելույթը գազագերբված է որ դեղի պիտի ունենա այս շաբաթ օր չէ 21 հունիսին սիրելիներ նեստի մեջ Խոսենք հայավետարանական ուրեմն աստված մեր ներողություն մերձավոր արևելքի աստվածապանական դպրոցի սրահին մեջ նեստի մեջ այդպես ցանոթ է որուն դեղը շրջանը համրա է սիրելիներ ուրեմն այս արիտով մենք պիտի զրուցենք այս սերնարգին մասին նախ ասենք որ գաղափարը հadouk դարեվերջի լալու այս որովհետև գրթական դարաշրջանը ավարտեցավ միևնույն ժամանակ նաև մեր ասենք մշակութային միություններու կորձունեությունը գրթական դարաշրջանի պես գավարդի չէ գասնի իրավարդին միջև ամառնային արձակուրդ իսկ այս համույթին նպատակը ինչ առաջ գաբունի իբրև ամավերջի հանդեսի պես նկատի առածեք թե առանցին ուղագի ծրագիր մներ հայավետարանական համայնքի ասենք հատկապես վերաբադվելի Ռաֆի Մսլյանի հետ գործակցաբար որ նաև տեղի կունենա որովհետև նեստի մեջ Այո հիմա սկզբունքով գնանք ասել որ անցնադուք ասենք ծրագիր մնեն ամավերջի ասենք հանդեսը որ դեպի ունենա վկայական ստացող աշակերտներն ելույթ կունենան ընդհանրապես միայն ասենք համույթներու հանդեսն կամ ելույթ միջև որ գլա ասի զուտ հadouk Պարսեգանացյան կոլեջի ասենք համույթներու նվիրված կամ ասենք գդարողությամբ ծրագիր մնե Այո Ինչ է կարևորություն աստերնարկին պարոն Արմեն ինչու համար կկարծեք որ այսպիսի ելույթներ կարևոր են ոչ միայն համույթներու համար նաև որովհետև իրենց համար փորձառություն գլա իբրև բեմ նաև ժողովրդին համար ինչն է կկարծեք կարևորությունը Ես ուզում եմ ձեր նախորդ հարցին պատասխանելով սկսեմ եւ պիտի ասեմ որ մենք ունենք այսպիսի ուղղվածություն մենակատարային ուրեմն կրթություն եւ սենեկային հա մենք կամերային ենք ասում այսինքն դա ոչն է որտեղ արդեն երեխաների ամբողջ ներաշխարհը շատ ավելի ցայտուն է երևում որովհետեւ Սկսում ենք երաժշտություն 1700-ի կեսերից, 1600-ի վերջերից եւ կվարտետի քարյակի օգտակարությունը ես կարծում եմ որ մեր երեխաների համար նաեւ կայանում է նրանում որ նրանք կարողանում են լսել իրենց աջ կողմում կամ ձախ կողմում նվագող երաժիշտին եւ այսինքն համաձուլվածք է ստեղծվում, որովհետեւ մի բան է, երբ որ մենակատարն է, նվագում է այնպես ինչպես ուզում է, իր ներքին մեկնաբանությամբ թույլատրելի։ Իսկ ասնել եւ այդպես նորմալ քայլում է, գնում է, ես գոհ եմ իմ երեխաների աշխատանքներից, շատ գոհ եմ, լուրջ եմ վերաբերվում։ Այո Գիտեք համույթներու մասին եկեք քիչ խոսենք արդեն պարոն Արմենը որոշ բացատրություններ տվավ ինչ կվերապերի անձնական անհատական ելույթներու բարակային թե խմբային կամ սենեգային ինչ որ գսել հիմա իբ որ այսպիսի համույթներու մասին կխոսենք դերմը գազմելը մեկ դժվարություն այսինքն համահունչ լալը երկու դժվարություն երկրորդը պիտի նաև հերթապար փորձ պիտի անեն եւ շատ փորձ պետք է անեն չէ համույթներու բարակային եւ նաև պետք է յուրաքանչյուր այսպես պատանի կամ երեխա որ իր մասնակցությունը կբերե այն մեկը դարբեր միջավայր է գուք այն մեկը ամեն մեկուն համար իր կորձիկը բան մը նշանակե չեք կարծել որ այսպես նաև մտնոլորտ մը կստեղծվի լավ է որ նաև իրենք համախմբվին բայց սկիզբը դժվարություններ չեք ունենար մինչև որ նվագախումբը սկսակ որ հիմա եղավ համահունչ այլևս
Այո, մա գիտեք, ընդհանրապես ինչ որ ժողովուրդը կամ անտիսատիսը գտեսնե, այդ կանիմը վարգյանն է, թեմի վրա, որ համաչափ ամեն ասենք զասա գնահատվի կամ կատարում դե Անգե առաջ ինչեր եղած է։ Այո, անշուշտ վստահ շաբաթներու, ամիսներու, նույնիսկ դարիներու փորձ գարիկը գա, մանավանդ որ այսեղ խոսքը կոնե ասենք դոլարներու բարակային, դարիքով ամենամեծը գնալը 15 տարեկան է, իսկ ամենափոքրը 10 տարեկան։ Գիտեք, մեր այսօրու ասենք Avrelagherbe vorga badayinerun գրնալալ արվեստը նույնքան կարևոր չէ ինչքան առաջ, բայց բարեբախտաբար ունին գիտագիծ ծնողներ, աշակերտներն ալ համասկային հաջախելով Բարսեղանատչյանի կոլեջը հաջախելով այդ գիտակցությունը սկսած են ունենալ եւ սկսած են այդ պատասխանատվությունը սկալ։ Քանի բարոն Արմեն ինչպես սոլո նվակելը բամն է, բայց խմբին հետ նվակելը այլ նման դարբեր աշխատանք է, դարբեր փորձառություն է, պետք է լալ համաչափ, պետք է լալ, ասենք, պետք է լավ գիտնալ դիրաբեդել թե կորձիկը, թե ասպարակային ալ կորձը, որ պեմի բարակային, ասենք, հավասարությունը կամ հեզասա կատարումը ապահովի։ Այսինքն ասպարակային աշակերտներն ալ նույնիսկ դարիքով որ փոքր են, իրենց աչքերում մեջ կտեսնեք այդ պատասխանատվության զգացումը կա, որ իրենք մաս կգազմեն որ խումբիմը իրենք մասնիկն են այս խումբին եւ այդ պատասխանատվություն ունին յուրաքանչյուրը, որ ասենք հաջողությունը կարենան կերտել։ Այո, շատ լավ։ Պարոն Արմեն, ձեր կարծիքը ինչ է։ Նախ ես ուզում եմ նշեմ, որ այսօրվա տնտեսական ամբողջ աշխարհում տիրող ճգնաժամի պայմաններում, գիտեք, իմ երեխաները փորձի գալիս են շատ պարտաճանաչ, շատ մեծ սիրով, նրանցից շատերին ծնողներն են բերում բավականին մեծ ճանապարհ հաղթահարելով եւ իհարկե իմ շնորհակալությունը հայտնելով եւ երեխաներին եւ ծնողներին ուզում եմ ասել, որ այլ կերպ չի լինում, գիտեք, չի լինում, մեծ զողողություններ են պահանջում, մանավանդ եթե մեր պահանջները լուրջ են եւ փորձում ենք որքան հնարավոր է ավելի մոտենալ պրոֆեսիոնալիզմի կատարելության, դա սահման չունի իհարկե, հասկանալի է, բայց կա երեք գործոն ըստիս երեխայի աշխատասիրությունը, ծնողի հետևողականությունը եւ իմ պրոֆեսիոնալ պահանջները։ Դա անպայման տալիս է Մեկը մյուսը ամբողջացնե, չէ՞։ Այո։ Եթե այդ երեք գործոններից մեկը պակասում է, էականորեն առաջընթացը թուլանում է, ակսում է եւ ի վերջո մենք ուր ենք գնում, այո, տնային աշխատանքները, դասարանային աշխատանքները, որոնք նույնպես իմ դասարանում բավականին ծանր են անցնում եւ ես շատ ուզում եմ իմ երեխաներին շնորհակալություն հայտնել, որ շատ լավ գիտակցում են, որ երբեմն ես ձայնս բարձրացնում եմ, դա միայն նրա համար է, որ նախադասությունը ավելի ճիշտ արտահայտվի, ավելի ճիշտ մեկնաբանվի, ավելի գեղեցիկ, ավելի հաճախ ես ասում եմ լավ ես նվագում, մի նվագի, հիմա փորձի երգել, փորձի ջութակի վրա երգել, լավ ես նվագում, բավական է, դա ընդամենը մեր արվեստն է, այ անցնենք արվեստի կողմը, ինչպես ես ասում այդ նախադասությունը, չէ որ մեր նոտան մեր բառն է, մեր բառը գալիս է մեր հոգուց, մեր մտածողությունից, ինչպիսի մտածողություն ունենք, այդպիսի բառապաշար ունենք, ինչպիսի բառապաշար ունենք, ես ուզում եմ որ նույնպիսի ճոխ եւ բազմաշերտ նոտաներ ունենանք մեր արտահայտչաձևի մեջ եւ ես որոշակի արդյունքների հասնում եմ շատ մեծ ուրախությամբ պիտի նշեմ եւ գիտեք նվագել քարյակում կոմիտաս որին ես չեմ որ պիտի գնահատեմ ես չեմ որ պիտի արժևորեմ կոմիտասը հա գիտեք նրա կողքին նվագել Հենդել նվագել Մոցարտ նվագել ասենք ֆիննական ժողովրդական պոլկա բարը դա անպայման շատ հարստացնում է երեխայի կատարողական ներաշխարը ինտելեկտուալ մոտեցումը եւ ի վերջո գիտեք մի շատ կարեւոր բան կա մենք վաղը կունենանք կիրթ սերունդ հղկված սերունդ եթե անպայման չի բոլորը դառնան դաշնակահարներ որ երկիչներ կամ ջութակահարներ դա աստիարակություն է երաժշտությունը դա մտածողություն է դա հոգեբանություն է դա ինտելեկտ է դա աշխարհայացք է
Եվ ես շատ եմ ուզում, որ մենք վաղը լավ սերունդ ունենանք։ Այսօր Հայաստանում ցավոք ես պիտի ասեմ, որ շատ որոշակի ուժերի ազդեցության ներքո մեր երիտասարդությունը մի քիչ տրոհվում է եւ պիտի կարողանանք հավաքել ամբողջ եւ Սփյուռքում եւ Հայաստանում ինձ համար չկա այդպիսի հասկացողություն։ Կա հայ, որը ապրում է Հայաստանում, կա հայ, որը ապրում է Կանադայում, կա հայ, որը ապրում է Լիբանանում։ Եվ այդ բաժանումները ինձ համար բան են, ընդունելի չեն։ Կարծեմ Լյուդովիկոս 13-րդն է ասել. բաժանիր, որ տիրես։ Պետք չի տիրել, պետք է միասին լինել կողք ուսուսի։ Ուսուսի խփած եւ անպայման մեծ հաշվով կունենանք առաջընթաց, մեծ ազգային առումով։ Եվ երաժշտությունը ունի այդ կարողությունը, Իհարկե, ո՞ն է հարցը, եւ ո՞ն է որ կարևորությունը, որ մենք միշտ հաջող կսեք մեր ծնողներուն, որ ծեր զավակները անպայման պայման չէ մասնակետ դաշտագահար դառնա, պայման չէ փեմի վրա ներկայացող շուտագահար լալագամ, գծակրիչը պայման չէ Պիկասո լա, պայման չէ մեծ բարող լա, բայց պայման է որ նաեւ ինքը դերմը արվեստի մեջ իր ներաշխարը արդահայտել, իր ներաշխարեն եկած է եւ ամեն ցեվով գրնա արդահայտել։ Եվ նաեւ պետք է ասել, որ Գաբրինք երկրի մեջ որ ստրեսի աղբյուր է, այսինքն գետրոնն է ստրեսի, ամեն տեսակ ընկճվածության։ Այսինքն այս բզդիկները դերմը նաեւ իրենց ներքին այդ մտահոգությունները, հարցեր, որոնք չեն գրնար արդահայտել պերանացի։ Լադիգա երաժշտությանը արվեստի ընդմեջ են արդահայտեն, չէ՞։ Գլից կատապվին այդ ցևով։ Ես ձեզ ասեմ, ես շատ հաճախ արդեն 12, 13, 14 տարեկանից վեր իմ երեխաներին ասում դու շատ կիշտ ես, դու շատ դաստիարակված ես, դու շատ մաքուր հոգի ունես, ազատություն տուր նվագիդ մեջ, այ ինչ որ կա մեջը փորձի արտահայտել, մի վախեցի, դա կլինի նորմերի մեջ, եթե հանկարծ դու մոտենաս անթույլատրելի սահմանին, ես քեզ հետ կբերեմ, բայց մինչև այդ սահմանը անծայրածիր տարածություն է, ազատություն տուր նվագիդ։ Ես էսպես եմ նվագում, մի փորձիր իմ նման նվագել։ Դու նվագի այնպես, ինչպես դու ես զգում։ Նույն նախադասությունը, եւ դա կլինի արդեն քո ներքնաշխարհի արտահայտում քոնը կլինի։ Անշուշտ։ Հա, այսպես ասում են, քո ձեռագիրը կլինի։ Գիտեք, երաժշտության մասին է որ գխոսինք հատկապես, ասենք որ հիմա այս պայմաններում մեջ երեխաները, որովհետև ոչ միայն ստրես ունի, նաև դերմը իրենք արդահայտելու, այսպես դեղը չունին, վայրը չունին, այսինքն դպրոցի մեջ պետք է դպրոցական ըլլան, դունը պետք է հնազանդ եւ բարի դղա ըլլան, բարի աղջիկն, որովհետեւ մաման բաբան իրենց լավն են, բայց ամեն բզդիկ, ինչպես որ մենք մեր մանկության օրերուն ունեինք մեր երազները, ունեինք մեր ներաշխարհի վախերը, ունեինք մեր սադանաներն ու հրեշտակները, բոլորը միասին, չէ՞։ Այդպես կաբրես, մինչև հիմա այդպես է, պիտի ունենաս լավն ու բարին, ինչ լավ արդահայտություն է, ինչ լավ միջոց է երաժշտությունը արդահայտվելու։ Օրինակ, նարեկ վստահ շագերտներուդ մեջ գտեսնես, չէ՞, գտեսնես, որ ինքը մաման գուկա գսե այսպես է, այնպես է, տուն դհոլը ցերկը գուդաս ինքը գդերվի ադաշխարեն ուրիշ մեկը գլա։ Նույնն ճուտագի բարակային, չէ՞, ճիշտ եմ։ Այդպես կլա։ Այսինքն ճուտագի բարակային ալ վստահ նույնը նկատած եք, որ անգամ որ թուրը գկոցվի, ճուտագը ցերկը արավ եւ հազիվ լարեց եւ նվակելու սկսավ, գդրվեցավ աշխարհեն, եղավ ուրիշ մեկը։ Դուրս գելե եւ հաջող ես գիտեմ ուսուցիչներուն ծնողներ ասնախատաշությունը գսեն։ Դուն ուրիշ մեկն է, կովդ ուրիշ մեկն է, չես ասած ասնախատա։ Միշտ այդպես ասեմ։ Չէ՞։ Ես հակառակն եմ ասում, գիտեք ծնողներին ասում եմ դուրը բացեց մտավ իմ դասարան, իմ տղան է, իմ աղջիկն է։ Խնդրում եմ չմիջամտել։ Ես կարող եմ ճակատնել, համբուրել, գրկել, նաև զայրանալ։ Որովհետև ասեք իմ հազար, բայց դե այստեղ էլ գիտեք պետք է հասկանալ, երեխան դպրոցում շատ ծանրաբեռնված է։ Մանավանդ մեր երկրի մեջ, 3 լեզուից ծորվի։ Այո, եւ այսօրվա պայմաններում, երբ որ ցավոք Լիբանանի ապահովական եւ տնտեսական պայմանները, ապահովական եւ տնտեսական պայմանները դա երեխայի վրա անդրադառնում է։ Կարող է տանը խոսակցություններ չլինի, ծնողը հայրը չգանգատվի այն դժվարություններից, որ դժվարությամբ է ընտանիքա, բայց երեխան վարգյանի ինքն գտեսնի ամեն ինչ։ Երեխան ինքը զգում է այդ բանը եւ երբ որ երեխային մենք շեղում ենք այդ խնդիրներից, դրանք ստրեսներ են,
դրանք երբ որ մենք տանում ենք մի ուրիշ դաշտ, երեխան մեծ հաճույքով տեղավորվում է, նախընտրում է այդ դաշտում լինել, քան ասենք առօրյա հոգսերի մեջ, իսկ առօրյա հոգսեր բոլորն ունեն։ Բոլորս ունենք, փոքրիկ ասի մեկ դարեգան բզդիգը նույնիսկ գսկա իր շրջապատի անցուդարձերը եւ գիտեք հիմա այս 2 օրերու ընթացքին երբ որ Իրան-Իսրայելյան պատերազմը սկսավ, այդ պայմաններու մեջ բզդիկներու հետ բզդիկները մեկը 2 օր առաջ արտահայտվեցավ, որ ճիշտ է համաշխարհային 3-րդ պատերազմը դա երևակայեցեք, որ գխոսին 10 դարեգան մանուկ, այսինքն 10 դարեգանը մանուկ կհամարվի դա գավին, ուղեղը գազմավորված չէ, ճիշտ է կհասկանա քիչ թե շատ, բայց երևակայեցեք այս մտահոգություն եթե փերծված է երեխային ուսերուն վրա իր մտքին հոգի մեջ ասոնք բոլորը մտահոգություններ են ինքը դեռ մգուզե որ նաև գդրվի աս աշխարհին ինչպես որ մենք կերտանք այսպիսի ելույթներու մենք մեր աշխարհին գդրվելու երբ որ սրահին թուրը գկոցի երաշտությունը գսկսի ինչ է առավելությունը արվեստին չէ գհանե քեզ քո արորիա հետ գդանի քեզ դեպի երևակայական աշխարհ ուր ամեն ինչ գեղեցիկ է ուր ամեն ինչ բարի է ամեն մարդ ունի իր արտահայտելու ցևը եւ ոչ մեկը մյուսը խանգարելու մեկը ցավցնելու վիճակը չի գա չէ երբ որ գվերջանա ելույթը թուրեն դուրս կելես եւ հոգերի հետ գվերաթարնան ադոնամար է որ մենք կերտան անոնամար է բզդիկները երաշտություն գսորվին մանավանդ որ գիտեք ինչա անտիճարը ճանտրատարցակ որ as կորձիկը ինչա որ մեր հետն է դեվագան եւ նույնիսկ բզդիկները constantly at exposure-ը որ ունենան որ լուրերուն կամ նույնիսկ վերլուծումներու իրենք ալ գսկսին ավելյալ overthinking-ել ավելի մտածել եւ ինչպես որ էսիկ մեմ որ տասարանը ներսելան կամ ասենք բեմ բարձրանան ասենք գարջ ասենք գեզ ժամոց տասաբահը կամ գադարում կամ performance-ը որ գնան որ իրենց համար արիտը գլագոր անջատվելու եւ ասենք հանգչելու որոշ ժամանակ քանի at մեկ ժամը իրենք կգդրվին at արորիային եւ միայն գաբրին երաժշտությամբ մենք գաբի մենք հերացանային գաբ գրծանք հաստատել շատ լավ սիրելիներ մեր զրուցակիցն է Նաիրյան նվագախումբի խմբավար ներողություն մայստրո Միսակ Բաբուդարյանը որ մեզի միացավ հերացանային գաբով Դամասկոսեն մայստրո այո բարի լույս ինչպես եք Այո, մենք ուրախ ենք որ միացաք մեզի գներեք որ արիտը չունեցանք Google Meet-ով գապ հաստատելու քիչ առաջ գսեինք մենք որոշ փոփոխություններ կգադարվին գայաններս վստահաբար ուրիշ արիտով անպայման Zoom կամ ինչի ոչ դուք հոս ներգա գլակ եւ գյուրընկալ ենք ցեզ մեր ստուդիոներան ներս Շատ սիրով մենք ամենից հերթային կապով գտանք Վնաս չէ, այո Կոնե ծեր ցայնը գլսենք Ես ասել ցայնը գլսեմ որ շատ հաջելի դուրից որ գլագոր շատ ուրախ կդեվեի Այո իսկ ինչ է ձեր կարծիքը միջև մենք կխոսեինք ելույթներու կարևորության մասին խոսեինք մանուկներու բադանիներու այն ասենք իրավիճակի մասին որ ստեղծված է իրենց համար եւ երաշտությունն ու ընդհանրապես արվեստը որքան բան կփոխե եւ որքան գարժեվորվի մարդը իր մտքի զարգացումով իր ունեցած երևակայությամբ եւ որքանով այդ բոլորը գոկնեն նաեւ իր առօրյա կյանքի զարգացման Մադոնք ամեն շատ ճիշտ են, մանավանդ երաշտուն անհադին, թե ինչպես կփոխի անհադին ներքին աշխարհին արտացոլումը դեպի դուրս։ Բայց ինձ համար երբ խմբային երաշտության մասին խոսենք կամ խմբերու մասին խոսենք, մանավանդ ժամանակաշրջանին երբ որ ամեն գոմ անհադին վրա աշխատվի որ անհադը անկախլա անհադը ամեն անհատության բաժինը կզարգանա որ բոլորիս մեջ մանավանդ կորոնայի ադենադի շատ զարգացա ուրեմն ես կգարձեմ որ այս ժամանակաշրջանի մեջ խմբային գործը խմբային նվագելը շատ կարևոր դեր ունենա մեր ընկերային կյանքին համար որտեղ որ երեխան կամ երիտասարդը խմբի մեջ ուկա եւ նա եթե իր կարգը եթե կովինին կարգը ինչպես որ բարոն Արմեն չացավ աչինը դիտլսե ցախինը դիտլսե եւ դիտիքնա թե իր կարևորությունը ուր է ինքը երբ օգնական բիդլա երբ ինքը սոլո բիդլա երբ ինքը մասնագետ լամիստերուն որտեսի ուրիշ սոլոին օգնեն ուրեմն աս դադելագերբը ասաբելագերբը կամացված գործի որ ընկերան կյանքի մեջ խումբերում մեջ ադիգաշատ լավտևով երեխան կամ երիտասարդը կրնա սովիլ եւ ապրիլ եւ ադի իր նորմալ կյանքի մեջ կրնա մեծ ծեր ունենալ մենք միշտ ինչպես կրնանք լսել Դեպի դասեր ենք, մեկը լարային է, մեկը պուշվաղային է, մեկը հարվածային է,
դատեր կորտիկներ ենք, այո, բայց երբ որ իրար լավ լսենք, իրար հասկանանք, իրար օգնենք, շատ համահունչ երաշխություն գտլա, շատ գերեզիկ բամտոսկուկա եւ ադիգա ամենու սրտերուն կհասնի։ Վստահաբար։ Ուրեմն ասկապարն է որ գործենք խմբային փորձերու ադեն, խմբային գործի մեջ միշտ բացատրել թե մեր թերի ինչ պիտի ասկորդի մեջը։ Մենք ուրենք եւ ինչու համար մենք խոսենք։ Այո։ Ուրեմն կգադեմ թե այսպես ծերնազնը շատ կարևոր բանն է ժողովրդին համար։ Որտեղ տանամ իրենք անհատները գլսեն, սովորներ գլսեն եւ աստղեր են ասում։ Բայց երբ որ բոլորս մեկ կլանք թեմին վրա եւ գլսեն թե քույները ինչպես իրար կգազմվին գոր, ավելի շատ երեցիկ բացերմն է թե ժողովրդին համար եւ երեխաներուն երեշներուն համար։ Մայստրո, մեզ ինչ կրնակսել Նաիրյան նվագախումբի մասին եւ թե ինչ հայդակիր պիտի ներկայացնեք այս ելույթին, ասի ոչ ամբողջությամբ հայդակիր, բայց մոդավոր այսպես ինչ երաժշտության, ինչպիսի երաժշտության վրա հիմնված պիտի լացեր բաժինը։ Բայց շատ ուրախ եմ եւ ինձ համար մեծ այսինքն հբարդություն է որ ներգալամ Նաիրյան օրկեստրային հետ։ Ես կոլեջի ամենաերտասարդ ընտանիքի անդամները մեկն են, որտեղ ասին ես միան 3 ամիս եկամ 4 ամիս եկա աշխատի մոտեցին հետը։ Շատ ուրախ եմ ասինքով, ուրախ եմ երեխաները երիտասարդները ինչպես կրնան որ նոր մտածելակերպը սորես աշխատին որ հետերնին ադի ընդունիլ, փորձել ադողմով աշխատիլ, փորձեցինք դարբեր քույներ ներկայացնել, կլասիկ ռեպերտուարեն կորձեր, ինչպես Չոստակովիչի օրինակ վալսը, որը ան ռեկլամներում մեջ կլսել։ Սիրե շատ, այո։ Օրինակ բիզե հավաները օպերայի բաժի մարինք, դեպի երթուին օպերայի դիչունինք, բայց գործիքներով ներկայացնենք ադիգա։ Եվ հայկական տասական, ինչպես Խաչատուրյան, կամ Դագաց Ֆալենին պիտի ներկայացնենք դուդուգով, եւ հայկական հայրենասիրական երգեր ու պիտի ներկայացնենք ինչպես Ասկարաբանձը, Սարսարաբաց, դարձեր քույներ են, ամեն մեկը իր դժվարությունը ունի, իր գեղեցկությունը ունի եւ իր նվագելագերբ ունի։ Ուրեմն դուդուգը սոլո պիտի ունենանք, դողները պիտի մասնակցին օրկեստրին հետ, քիչմը տասական ոճով գործեր ունենք, քիչմնա ժողովրդական այսինքն երգերու, մոդեռն երգերու ցևով գործեր պիտի ներկայացնենք, Game of Thrones օրինակ որ ֆիլմի երաժշտություն է, ադի պիտի ներկայացնենք, բավական դարձեր քույներ պիտի ներկայացնենք, հուսամ ժողովրդին հաճելի լա, ինչպես որ երաժշտությունն հաճելի ախերարությունը եւ մեր ցիվով ներգալան քաչալերը մեր երաժշտները։ Այո, շատ լավ։ Շնորհակալություն մայստրո, հաջողություն կմաղթենք ցեզի եւ վստահաբար գոչ պիտի ուղեք որ շաբաթ օր անպայման ոչ միայն մասնագետներուն ծնողները նաեւ ասինքն մեր ունգընտիրներն ու ագընտիրները անպայման միանան ցեզի իրենց ժամանակեն դրամատրեն կոնե 1 ժամ գդրվելու այս առօրյա մեր դաղդգալի վիճակեն եւ վայելելու բարձրորակ երաժշտություն եւ քաչալերելու մեր աշակերտները, չէ՞։ Շատ ճիշտ է։ Վայելելու եւ քաչալերելու երկու բարձրացում ունի։ Ճիշտ։ Շնորհակալություն մայստրո եւ բարի օր ցեզի։ Նաիրյան Ցդեսություն։ Նաիրյան նվագախումբի խմբավար ներսերներ մայստրո Միսակ Պաղուդարյանը Դամասկոսեն շնորհակալություն պիտի հայտնենք։ Խոսենք հայդակրի մասին, բաժին այսպես ասա, դոհալահարներու դամիդոմ դոհալահարներու խումբի մասին մեզի ինչ կրնաս ասել, այսպես ամփոփ կերպով եւ ինչպիսի հայդակիր կբադրասեք։ Հիմա վստահ եմ որ յուրաքանչյուր խումբ առանցին յետքը մեկ հատ միասին պիտի այդպես է ծրագիրը։ Չէ, ընդհանրապես միասին է։ Համույթները յուրաքանչյուր խումբ իրենց ծրագիրը պիտի բարձրացնեն եւ ներկայացնեն, հարաբես անչափ են։ Անչափ են, շատ լավ։ Դեռ գա որ պիտի միանան 3 այսպես խումբերը թե։ Մայստրոյի խումբի մեջ կան, ասենք, աշակերտ երաժիշտներ, որոնք մաս կգազմեն օրինակ դոլարներու համույթին կամ կարիագին, եթե չեմ սխալիր։ Մայստրոյի ասենք Նաիրյան նվագախումբի կատարումի ընթացքին երաշտական ցանկ պատրաստեցիք այդակ։ Ուրեմն դոլարներու համույթը պիտի ներկայացնե երկու ռիթմիկ պատկեր։ Առաջինը որ արդեն բավական սիրված եւ լսված մեր նվագը որ անունը Բերտն է, հաջող կանի մարիտով արդեն դղակը նվագեցին այդ մեկը դարբեր բեմերու վրա։ Իսկ երկրորդը պիտի լա խումբի նոր անվանումին վրա հիմնված
նոր ռիթմիկ պատկերը, որ դամիդոմ կոչվի, քիչ մը դարբեր է առաջինեն, ոչ միայն ասենք ռիթմիկ պատկերի մեջի կորցածված ռիթմերու իմաստով, այլ նաև քիչ մը հանդիսադեսին տիդանգյունեն փորձեցինք իմ սերնդագից դոլարներու մեր օրերեն որոշ ասենք ճագերդյալ շոուի այդ ասացունից դոլները դարձնել, դոլերի ջեցնել, մեկը մյուսին դոլը զարնել եւ այլն։ Մենք մեր օրերը փորձեցինք հիշել եւ սկսանք կամաց այդ բաներն ալ ներառել մեր ծրագիրները ներս։ Շատ լավ։ Իսկ պարոն Արմեն, ծեր բարակային մենք ուրեմն շատ բազմաժանր ծրագիր կներկայացնենք իմ ուսանողուհիներից մեկ է բավականին օժտված աղջիկ է Ծավի Թորիկյանի հետ պիտի նվագենք Նարեկացի տաղ 10-րդ դարի երաժշտություն իդեպ այս իմաստով ես միշտ ասում եմ իմ արդեն հասուն տարիքի ուսանողներին որ մեր առավելությունը նրանումն է որ մենք ասենք 15-րդ 16-րդ դարի իտալական երաժշտությունը գիտենք եթե չասեմ ուսումնասիրել ենք գիտենք 16-րդ դարի գերմանական երաժշտությունը գիտենք, ֆրանսիական բայց նրանց կատարողների մինուսը, պակասը ես կարծում եմ, որ իրենք մեր 10-րդ դարի երաժշտությունը չգիտեն։ Հա, ի վերջո, չգիտեմ, 10-րդ դարում որպես էթնոս, որ ժողովուրդը ուներ երաժշտություն։ Կային բաներ, ցեղախմբեր էսպես, հա, մեր էթնոս էր, հիմա սա փաստն է, չգիտեմ, ով կհավանի, ով չի հավանի, սա փաստն է։ Եվ ես շատ ուրախացա, որ աղջիկս ուսանողուհիս մի քիչ դժվար եկավ, բայց հետո շատ խորը ըմբռնեց բարդ երաժշտություն է։ Այո։ Բարդ երաժշտություն է, ասելիքը շատ մեծ է։ Ես միշտ գիտեք, այսպիսի օրինակ եմ բերում։ Լավ, 8-րդ, 9-րդ, 10-րդ դարերում մենք ունեցել ենք բացառիկ ճարտարապետություն, ունեցել ենք բացառիկ պոեզիա, ունեցել ենք շատ նուրբ մանրանկարչություն, այո, իսկ ինչի պիտի երաժշտությունը նույն մակարդակի չլիներ, նույն որակի, նույն մակարդակի երաժշտություն պիտի լիներ։ Հետո մենք կնվագենք արդեն քարյակով 3 հատ կոմիտաս, հետո կնվագենք Բրամս հունգարական թիվ 5-րդ պարը Հենդելը ունի շատ քիչ կատարվող Սաբահի թագուհու ժամանումը ուրեմն թագուհու ժամանումը որ գալիս է ուրեմն Սողոմոնի իմաստունի մոտ փորձի փոխանակման եւ այլն եւ հետո կնվագենք մի քիչ ավելի ջուրամարս այսպես ասեմ, ֆինական պոլկա, իսկ ինչ վերաբերվում է, ես ուզում վերադառնամ ձեր առաջի հարցին, ի վերջո մենք բոլորս տնային աշխատանքներից, դասարանային աշխատանքներից զատ ավելի հասունանում, ավելի կենտրոնանում ենք բեմում, արտիստը բեմում է կայանում, անկախ տաժանակիր տնային աշխատակի, ինչպես մեր Նարեկը նշեց շաբաթների, ամիսների, նաև տարիների աշխատանք։ Ո՞մ պիտի երևնա, որ ինքը մեծացած։ Եվ այստեղ կա նաև մի երկրորդ հարցը շատ կարևոր։ Ի վերջո մենք պիտի մեր ունկնդրին, մեր տարվա աշխատանքը հաշվետվություն որպես ներկայացնենք, սա շատ կարևոր է իհարկե։ Եվ եթե անցյալ տարվա հաշվետվության համեմատ այս տարի որակ ավելի բարձր է եւ հուսանք որ հաջորդ տարի ավելի սա արդեն առաջընթացն է սա նշանակում է որ երեխաները աճում են գիտեք ես ուզում եմ հիշեմ 1843 թվականին Խաչատուր Աբովյանը որը մեծ բարենորոքիչ էր ռեֆորմատոր էր հայկական կրթական համակարգում Ներսես աշտարակեցում գրած իր դիմումն որտեղ նամակում ներողություն որտեղ նա ներկայացնում է իր ծրագրերը կրթական համակարգի բարենորոգման իմաստով այնտեղ ունի գրած ամենքը պիտի սովորեն երաժշտություն Սա շատ կարևոր ուրեմն նախադասություն է ինձ համար այդ նամակի մեջ գրված եւ Էլի եմ ասում, հա,
Ինչա ի վերջո երաժշտությունը այն պրոֆեսիոնալ ամենախիստ, ամենայսպես վիրահատական բնորոշումից դա ինչա։ Մեր ժողովրդին մենք մատուցում ենք ինչ-որ մի ոլորտ, ինչ-որ շատ հաճախ շատ ավելի ցանկալի է, որ այդ ոլորտում ոչ շատ հաճախ կատարվող ստեղծագործություններ ի վերջո մոտեցնում ենք գեղեցիկին, իսկ Դաստոևսկին ռուս հանճարեղ ասել է գեղեցիկը կփրկի աշխարհը։ Այդպես է։ Այդպես է։ Հետևենք այդ օրինակին։ Գեղեցիկին հետևենք, այո։ Շատ լավ, մենք շնորհակալություն միդայտնենք ձեր ներկայության։ Հիշեցնենք, որ շաբաթ 21 հունիսին երեկոյան ժամը 8-ին Մերձավոր Արևելքի Աստվածապանական դպրոցի սրահի մեջ Nest սիրելիներ համրա հրավիրված եք բոլորդ, վստահաբար դոմսեր կան, չէ՞։ Դոմսերու իմաստով ադոր մանրամասնություններն ալ դանք վարդան։ Դոմսերը գրնակ ապահովել Մամասկայանի Լևոն Շանթ գամ Աղբալյան, Ետկժիրայր եւ Ծոլինե Խաչատուրյան գետրոններեն եւ գամ հերացայնել սիրելիներ, մենք թիվեր ունենք այստեղ, մեզի հերացայնեցեք, մենք կփոխանցենք թիվերը, իսկ տոմսի սագը $10 է։ Եկեք կաչալերեցեք ու դուքալ վայելեցեք այս գեղեցիկ ելույթ։ Ձեր վերջին խոսքը համեցեք։ Նախ բոլորին վարձը կդար գազམ་ակերպիչներուն, աշակերտներուն, ուսուցիչներուն, ծնողներուն, ամենակարևորը իսկապես քանի որ իրենք կգզովին։ Այո, քանի իսկապես դյուրին ծրագիր մեջ է նկատանալով դվյալ պայմանները, վերջին հրատարակությունները, մինչև ուշամերու փորձի մնացին բզիկները, իսկապես բոլորին վարձը կդար եւ իմ պապակս է որ հանդիսադեսը կաչալերվելով մղվի եւ իրենց երեխաները պերենամասկային թող մաս կազմեն, թող սորվին, թող շփում ունենան գեղեցիկի հետ եւ ինչու՞ չէ իրենք ալ մաս կազմեն այս խումբերում։ Շատ լավ։ Պարոն Արմեն, ձեր վերջին խոսքը։ Գիտեք, շատ հաճելի է, որ ունկնդիրը կամ ակնդիրը գալիս է դալիճ եւ տեսնում է լուսավոր, հաճելի միջավայր, գեղեցիկ տղաներ, աղջիկներ, շքեղ հագնված, այսպես գիտեք, ուրեմն գոպված կա, այո, դրա հետևում շատ մեծ աշխատանք կա, շատ տառապալից աշխատանք կա։ Իսկ այդ ամբողջ կազմը կարողանալ կազմակերպել, որովհետև կատարողական խնդիրները մի ոլորտեն, այդ բոլորը ճիշտ ներկայացնելը արդեն ադմինիստրատիվ ոլորտի խնդիրներ են եւ գիտեք թող ավտոբուսներ ապահովել, երեխաների ժամանակին տեղափոխել, երեխաների ապահովությունը, անվտանգությունը ապահովել, հա, մանավանդ այս պայմաններում։ Եվ այդ իմաստով ես լրիվ միանում եմ մեր Նարեկին, շնորհակալություն եմ ուզում հայտնեմ եւ ծնողներին, եւ երեխաներին, եւ իհարկե այդ ամբողջ մեքենան կազմակերպող եւ հստակ աշխատացնող ամբողջ աշխատակազմին, չգիտեմ դրանք ինչպես են կոչվում, մեր վերադասն է, շրջանային է, այո, վարչություն, խնամակալություն, բոլորը։ Չէ, ես ասում եմ, չգիտեմ, ոչ թե չգիտեմ, այլ չգիտեմ ում հայտնել, բոլորին եմ ուզում հայտնել։ Ադորամար, ընտանիքին, եկեք։ Այո, ընտանիքը, այո։ Շատ լավ, բոլորին վարձ կգադար, ձեր անշուշտ վստահաբար ձեզի համար այս ելույթը որքան կարևոր է, դուք ալպեմի վրա այսպես պիտի այդ հոգեգան քողունակությունը ապրիք, որ ձեր աշակերտները, որոնք ձեր զավակներում պես որոնց հոգ տարիք դուք, պեմի վրա պիտի փայլին, պիտի երևնան, պիտի ասես սեմքի ժպիտները, ծնողներուն աչքերուն արցուկները պիտի տեսնեք, ասոնք բոլորը նաև այդ հոգեգան բավարարությունը գուտան, չէ, որ դուք ձեր գործը կատարեցիք, իհարկե։ Ադորամար պեմը կարևոր է։ Ճիշտ ադորամար, շատ լավ։ Հաջողություն բոլորիդ եւ մնացեք միշտ մեր ունգընտիրներով մնացեք մանացային ունգընտիր։ Սելեմ մեր զրուցակիցներն էին Նարեկ Քեշիշյանը, պարոն Արմեն Ջենդերեջյանը, սիրելիներ, ուրեմն եթե գուզեք ներկա գտնվել ելույթին Պարսել Ղանաչյան երաժշտական քոլեջի, ուրեմն ինչպես էր համույթներու ելույթին, չէ, երաժշտական քոլեջի համույթներու 3 տարբեր համույթներու ելույթին, Նայիրյան նվագախումբ, Մեղեթի Լարային Կարիակ եւ Դամիդոմ դողոլահարներու համույթ։ Անտոնի շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն։ Եկածեք։ Հաճելի զրույցի համար։ Շնորհակալություն։ Տեսություն։